Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Սիրով ձեզ եմ ողջունում Հայաստան ձայնասփյուռի հարգելի ունկնդիրներ։ Հիշեցնեմ, որ ձեր հարցերը, առաջարկությունները կարող եք ուղարկել Հայաստան ձայնասփյուռի էլեկտրոնային հասցեին anten@radioarmeni.com կամ էլ գրել Ռադիո Արմենիի Facebook-յան էջին։ Այսօրվա նյութը վստահ եմ բոլորիդ կհետաքրքրի, քանի որ խոսելու ենք ընտրության մասին։ Ինչպես ճիշտ ընտրություն կատարել ընտանիք կազմելու հարցում։ Ուրախացա, որ ասեցիր ընտանիքի ընտրություն, չէ՞ կարծեցի քաղաքական ընտրության մասին ենք խոսելու այսօր։ Հունվարի սկզբին դիտեցի մի ֆիլմ Արցախի հեռուստաընկերության, որը կոչվում է Ամանորյա զարմանք երկիր։ Ֆիլմը ինձ շատ դուր եկավ։ Անկեղծ ասած, ֆիլմում շատ կարևոր հարց է շոշափվում ընտրության հարցը։ Եթե ավելի խորը նայենք, դա ոչ միայն կողակցի ընտրության հարցն է, այլ ընտրության հարցը որտեղ ապրել, հայրենիքում ապրել, հայրենիքից գնալ։ Ուղղակի այսօր թեմայից չշեղվելու համար ես կանգ կառնեմ կողակցի ընտրության հարցում, բայց ինչու այս թեման որոշեցի արծացնել, այսօր հենց այդ ֆիլմը տվեց ինձ այս առիթը։ Ցավով պիտի նշեմ, որ մեր հասարակության մեջ, երբ իմանում են զույգերը, որ աղջիկ են ունենալու, մի տեսակ այդպես չեն ուրախանում, երբ իմանում են տղա է, ծնվելուց հետո էլ չասեմ։ Նույնը, երբ որ աղջիկ երեխան մեծանում է, շատ ծնողներ սպասում են ինչքան հնարավոր է շուտ ու լավ տեղ ամուսնացնել, այսպես ասած, իրենց թվում է դրանով իրենց պարտքը կատարում են, մեծացրեցին, ամուսնացրեցին ու մի տեսակ ազատվեցին։ Ու շատ հաճախ մեր իրականության մեջ, քանի որ մեր սփյուռքը, հայկական սփյուռքը շատ մեծ է, շատ հաճախ լինում է, որ սփյուռքից երիտասարդներ են գալիս Հայաստան, այսպես ասած, աղջիկ տանելու, ամուսնացնելու։ Մի կողմից թվում է դե սա ինչ որ լավ բան է, որ հայ տղան ուզում է հայի հետ ամուսնանալ, բայց մյուս կողմից շատ արագ են ստացվում այսպիսի ամուսնությունները, որոնք ժամանակ չի լինում, որ ճանաչեն իրար։ Եթե հիմա գոնե ինտերնետով ինչ որ շփում է լինում միջև, ասենք, ծանոթանալը իրական կյանքում, առաջ ինտերնետ չկար ու դա ընդհանրապես լրիվ անծանոթի հետ համարյա կարող էին մի քանի օրվա ընթացքում ծանոթանալ, ամուսնանալ ու գնալ ու բացարձակ մի տեսակ ծնողի համար ավելի կարևոր է լինում ինչ որ լավ տեղ միգուցե ֆինանսապես ապահովված արտերկիր ուղարկելու, քան իրենց աղջկա երջանկությունը, որ ինչպիսի ընտանիք է կազմելու, արդյոք նա երջանիկ կլինի, արդյոք իրենք իրեր համապատասխանում են։ Միգուցե տղան էլ է հիանալի տղա, աղջիկն էլ է, բայց իրար հետ իրենք անելու ոչինչ չունեն։ Այո, շատ կան նման դեպքեր։ Ու այս հարցը անձամբ ինձ համար շատ խորն է, շատ կարևոր է ու շատ ցավալի է։ Ինչ կասեք դուք այս մասին։ Նախ համաձայնելով քեզ այդ ընդհանուր առմամբ, որ հայ մտածելակերպի մեջ կա, պիտի շեշտենք, որ օրինակ ինձ թվում է Սփյուռքում, երևի թե մի փոքր եվրոպական ազատամտության կամ սեռերի հավասարության քարոզչության արդյունքում դա նվազված երևույթ է, եւ նաեւ Հայաստանում վերջի տարիներին այդպես շատ չի հանդիպում կնոջների այդքան ցածրացումը, ինչը չէին կարող ասել, ասենք 20-30 տարի առաջվա մասին, հետանկախության շրջանի մեկնարկին գուցե։ Համենայն դեպս ինձ համար կնոջ այդ, եթե կա դա, կնոջ թերա գնահատումը այն մոդելը, որ դու բերեցիր, ծիծաղ է հարուցում եւ զավեշտալի է, որովհետեւ անգամ Աստվածաշունչը լինելով մի քանի հազար տարվա ընթացքում գրի առնված գիրք, ինքը միշտ շեշտադրում է կնոջ եւ տղամարդու իրավահավասարությունը, հատկապես Քրիստոսից հետո։ Աստծո առաջ ասում է չկա խտրություն, տղամարդը եւ կինը հավասար են, ուրեմն այդ դնել այդ տարբերակումը ես շատ ճիշտ չեմ համարում եւ համարում եմ, եթե կա այդ երևույթը, համարում եմ շատ դատապարտելի։ Մյուս կողմից, եթե փորձենք հասկանալ այդ երևույթի արմատը որտեղից է գալիս, հայի մեջ ինչու է այդ մտածելակերպը այդպես խորը նստած, ավելի առավելություն տալ արական սեռին, թեկուզ երեխաների ծնվելու մակարդակով քան կանանց, կգտնենք բավական լուրջ ազգագրական, պատմական եւ հոգեբանական պատճառներ։ Իդեպ շատ լավ հասկանալու համար մեր ունկնդրին խորհուրդ կտամ ընթերցել հայտնի հայ արձակագիր Ռաֆու Հայկինը տրակտատը, գրությունը մի քանի մասից կազմված, որտեղ զարհուրելի երևույթները Ռաֆին ներկայացնում մեզանից 150-200 տարի առաջվա
դեպքերի վերաբերյալ, թե ինչ մակարդակի վրա էր հայկինը, եւ այսօրվա հայկինը իրենք սկսի լավ զգալ, որ այդ ամենը գոյություն չունի ուղղակի։ Չեմ կարդացել։ Եվ ուրեմն երբ որ կարդանք կամ ընդհանուր պատմական անալիզ անենք, կհասկանանք, որ այո, իգական սեռը ընտանիքի մեջ որոշակի բառից չվախենամ ասել բեռ է եղել։ Նախ որովհետեւ եղել է ավելորդ բերան եւ քիչ աշխատող, հիմնական գյուղատնտեսական, անասնապահական, շինարարական աշխատանքների մեջ տուն պահողը եղել է տղամարդը։ Դրա համար ընտանիքի համար մեկ արու զավակի, մեկ ուժի, երկու ձեռքի ավելորդությունը նոր ուժեր, նոր թափեր, նոր ապագա էր բացում։ Երկրորդ, տղամարդու մեջ միշտ տեսել են սերունդի շարունակականությունը, չէ՞ որ մեզ մոտ հայրիշխանությունը շատ ավելի ընդգծված է, քան ասենք ազգանունը հայ։ Այո, աշխարհի ժողովուրդների մեծ մասի մոտ է այդպես, միայն հայերի մոտ այդպես չէ, բայց նաև հայ զարմի, հայ գենի շարունակությունն է, ընտանիքի շարունակականությունն է ապահովել տղամարդը։ Երկրորդ, չմոռանանք, որ հատկապես ուշ միջնադարում դեռ ծնելիության մակարդակը եւ կյանքի ապրելու հնարավորությունները շատ քիչ էին, մանուկների մահ շատ էր պատահում եւ ուրեմն որքան շատ տղամարդ ունենային, այդքան այդ զարմի շարունակականությունը ապահովելի էր։ Եվ ի վերջո, երբ որ ունեցել ենք հատկապես պետություն եւ հնարավորություն, տղամարդը եղել է նաև պոտենցիալ զինվորական, որը եղել է թե ընտանիքը պաշտպանողը, թե պետությունը պաշտպանողը, դրանով իր արժեքը գերագնահատվել է։ Ի հակադրություն դրա, կինը եղել է ընդհանրապես ընկալվել ռեպրոդուկտիվ, այսինքն մի օրգանիզմ, որը երբեմն նաև խնդիրներ է հարուցել ընտանիքի համար, զուտ ասենք, եթե գնանք միջնադարի հարցը քննարկենք, օժիտի խնդիր է եղել։ Կնոջ հետ միասին ընտանիքը մի ամբողջ հարստություն պետք է դներ, որպեսզի կարողանար հետո մենք նվաճված լինելով շատ հաճախ օտար ազգերի կողմից, կինը աղջիկը խնդիր էր, որովհետև օտար ազգիները, արաբներ, թուրքեր, պարսիկներ շատ հաճախ այդ աղջիկներին, գեղեցիկ աղջիկներին, տեսքով աղջիկներին ուղղակի գողանում էին ընտանիքից, պահանջում էին, որպեսզի ուրեմն տանեին հարեմներ։ Համար արագ ուզում էին ամուսնացնել, որ այդ ամուսնացնելու երևույթը հենց այդտեղից էր գալիս եւ եթե գրականությունից կհիշեք, շատ վատ երևույթ կար, բայց բաշիկի արտմե էր կոչվում, այսինքն դեռ օրորոցից կապում էին աղջկան եւ տղային իրար հետ, հարևանները, մոտիկ ուրեմն անձերը անվտանգություն էին ապահովում, որպեսզի վաղը մյուս օր, եթե, չգիտեմ, սուլթանի հրամանով գային իգական սեռի ներկայացուցիչներ տանել, արդեն 10 տարեկանից մատին մատանիկար նշանված էր, իր վրա նշաններ դրած եւ այդ երեխային հավանականությունը մեծ էր, որ չէին տանի։ Սրանք բոլորը անցյալում մնացած երևույթներ են, բայց կարող են ենթագիտակցության մեջ, կոլեկտիվ անգիտակցականի մեջ թողած լինել իրենց խոր հետքը, թե ինչու ենք մենք մինչև այսօր ավելի կարևորություն տալիս արական սեռին, քան իգական սեռին։ Բայց նորից եմ շեշտում, թե եկեղեցական, թե քրիստոնեական, թե ժամանակից համամարտկային տեսանկյուններից այսօր նման մոտեցումները խոտելի են եւ ոչ ողջունելի։ Շնորհակալ եմ Տեր Հայր։ Այդ դեպքում լավ, ինչպես գտնել խողակից երջանիկ լինելու համար ձեր այսպես ասած խոսքը, ձեր միգուցե ձեր գաղտնիքը։ Եթե քեզ գաղտնիքով ասեմ, թե ինձ տրվող հարցերի ստատիստիկայի մեջ առաջի տասնյակի մեջ այս հարցը կա, չզարմանաս։ Այո, շատ են հարցնում, շատ աղջիկներ, տղաներ դեռ չամուսնացած խնդրում են, որպեսզի իրեն գտնեն իրենց կեսին եւ այլն։ Ես միշտ հետեւյալ պատասխանն եմ տալիս. որևիցե բան գտնելու համար անհրաժեշտ է փնտրել։ Եթե չես փնտրում, չես գտնի կամ քո փոխարեն կգտնեն եւ հետո դու կապսոսաս դրա համար։ Դրա համար այդ փնտրտուքը շատ կարեւոր է։ Մեր ժողովրդի մեջ մի սխալ մտածելակերպ կա, թե Աստված իրենց փոխարեն ընտրում է, այսինքն աշխարհի մի ծայրում Ճապոնիայում եւ մյուս ծայրում, չգիտեմ, Գերմանիայում կան երկու անձեր, որոնք իրար համար են ու մի օր ճակատագիրը, որը մենք բացահայտել ենք, որ գոյություն ունի, իրենց կհանդիպեցնի եւ իրենք անպայման կամուսնանան։ Բայց սա սխալ մտածելակերպ է։ Աստված մեր փոխարեն երբեք ընտրություն չի անում, որովհետեւ մենք ազատ ենք մեր ընտրության մեջ։ Աստված կարող է հանգամանքների բերումով մեր աղոթքներին ի պատասխան մեր արժեվ բերել մարդիկ, որոնք շատ լավ կլինի, եթե մեր կյանք մտնեն, բայց ընտրությունը նորից մնում է մեզ եւ այդ ընտրությունը կամ օրնվում է Աստծո կողմից կամ չի օրնվում։ Սա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հետաքրքրական է, որ իհարկե ոչ ամուսնությունների հարցով, բայց Մատթեոսի ավետարանի մեջ այսպիսի խոսքեր են կարդում եւ ես կուզեմ մեր երիտասարդ զույգերին ընտրություն անելուց առաջ այս տողը կարդալ տալ ամեն անգամ, որպես աղոթք նաեւ հնչեցնել։ Ինչ է ասում Հիսուս Քրիստոս։ Խնդրեցեք Աստծուց եւ նա կտա ձեզ,
Իդեպ գրափարի մեջ խնդրել բառը փնտրել բառի հետ հոմանիշ է։ Ինչ հետաքրքիր է։ Փնտրեցեք եւ կգտնեք։ Ուրեմն նախ խնդրեցեք Աստծուց, աղոթք արեք, երկրորդ փնտրեցեք, որպեսզի գտնեք, ասում է բախեցեք եւ կբացվի ձեր առջեւ։ Իսկ գործողության անցեք։ Դա ոչ միայն ընտրության հարցում, ամեն ինչի հարցում դուռը բախեք, որ ձեզ համար բացեն։ Քայլ կատարեք, տղամարդ լինի, աղջիկ լինի, դուք պիտի ընդառաջ գնաք ինչ որ անձնավորության մոտեցում ցույց տա, գիտեք, մեր երբեմն ինկուբատորի մեջ մեծացած աղջիկներ կան օրինակի համար, տունը նստած, մաման, papan չեն թողնում իրենք շփում ունենան, որոշակի շրջանակից դուրս անհնար է որ մարդը կարողանա բախի ինչ-որ մի դուռ, այսինքն ես չեմ խոսում սանձարցակ ամբողջ օրը աջ ցախ դուրս գալ փորձելու մասին, բայց հնարավորություն շանս պետք է ունենա։ Որովհետև ասում է Տեր Հիսուս, ով որ ուզի ստանում է, ով որ փնտրի գտնում է եւ ով որ բախի նրա առաջ կբացվի։ Նույն սկզբունքով մեր երիտասարդները պետք է մոտենան նաեւ կողակից փնտրելուց, նախ աղոթեն, երկրորդ փնտրեն, այսինքն շրջահայաց լինեն, իրենց շրջապատում, ի վերջո մարդ չի կարող իր միջավայրից դուրս ինչ որ մեկին ընտրել։ Նույն հետաքրքրությունները պիտի ունենան, նույն հավատքը պետք է ունենան, նույն մտածելակերպ ունենան, նույն, չգիտեմ։ Իսկ սոցիալական աստիճանը դեպքում Ես չեմ ասի, որ սոցիալական աստիճանը պարտադիր կետ է, բայց սկզբունքորեն, եթե կա որոշակի խավային շերտավորում, պայմանական ավանենք ներքին եւ վերին խավեր, ներքին խավը վերին խավի հետ միշտ չէ որ շփվելու անգամ հնարավորություն է ունենում։ Հիմա ուզես չուզես որոշակի շրջանակով սահմանափակված ես։ Այո, ճիշտ ասեցիր, համացանցի մուտք գործելով մի քիչ այդ սահմանները վերացած են, բայց ես առիթից օգտվելով խորհուրդ կտամ մեր ունկնդիր երիտասարդներին, ովքեր դեռ ընտրություն չեն կատարել, համացանցից դուրս կազմակերպել հանդիպումները միայն համացանցով շատ խափուսիկ է եւ շատ դեպքեր ունենք, երբ որ ընտանիքները ուղակի հերվից հերու համացանցով ծանոթանալով աղջիկ տղա միավորվում են եւ շատ կարճ ժամանակ հետո աղետալի երևույթներ են շատ ունենք նման դեպքեր եւ ընդգծեմ հատկապես Սփյուռք Հայաստան կապի բերումով։ Այնպես որ համացանցը կարող է լինել փնտրելու միջոց, բայց բախումը դուրը բախելը իրար դուրը իրական կյանքում պետք է բախել։ Այսինքն երբ որ ծանոթանում են համացանցով, շատ արագ պետք է այս ծանոթությունը տեղափոխել իրական կյանք։ Շատ արագ եւ տևական, շատ ավելի տևական, այսինքն մարդը ասում է 5 տարի համացանցով շփվեցինք, մի ամիս հանդիպեցինք, ամուսնացանք։ Դու 5 տարվա համացանցի մեջ երբեք չես կարող մարդուն բացահայտել։ Որոշ բաներ կիմանաս, բայց ավելի շատ բաներ կթաքնվեն, քան դու կտեսնես կամ կզգաս։ Ուրեմն պատահական չի, գիտես, որ մեր ժողովուրդը իմաստնաբար եւ եկեղեցին էլ դա հաստատել է, ուներ մի շրջան, որ կոչվում էր նշանադրության շրջան, որը սովորաբար երկարատև էր տևում, մի քանի ամսից մի քանի տարի կարող էր տևել, երբ որ աղջկան եւ տղային հնարավորություն էր տրվում պաշտոնապես իրար հետ շփվել, մինչ այդ որոշակիորեն ադաթային մակարդակով արգելված էր, ամոթ էր եւ այլն։ Բայց երբ որ արդեն նշանը դրված է, իրեն կարող են շփվել, կարող են միասին տեղ գնալ, կարող են միասին ժամանակ անցկացնել եւ սա այս շփումը իրենց մեջ կամ մեծացնում էր ավելի համակրանքը եւ սերը կամ գուցե եւ ընդհակառակը։ Սա էլ է հնարավոր։ Հասկանում են, որ իրար համար չեն ստեղծված։ Մի հարց առաջացավ։ Մեր հայ իրականության մեջ շատ հաճախ սպասում են ամեն դեպքում առաջ այն ժամանակ, երբ ես երիտասարդ էի, այնց շատ ավելի երիտասարդ էի, այսպես ասեմ։ 2-3 տարի առաջ ասեցի, հա։ Մենք սովոր էինք մի տեսակ սպասել, որ միշտ տղամարդը տղան առաջի քայնը կանի։ Հիմա համացանցի դարում, մեր ժամանակներում մի քիչ այս ամեն ինչը փոխվել է, բայց դուք ինչ եք կարծում, ինչպես եք վերաբերվում այն իրադրությանը, երբ որ աղջիկն է քայլ կատարում։ Ես անձնապես վատ բան չեմ տեսնում դրա մեջ, եթե ամեն բան պարկեշտության սահմաններում է։ Այո, մի քիչ մեր պատկերացման մեջ հայ աղջիկը պետք է իրեն համեստ լինի, նախահարցակ չլինի եւ այլն, բայց ինձ թվում է, որ շատ քիչ են դեպքերը, որ չգիտեմ, այսպես փողոցով անցնողին տեսար ու դու գնացիր, դու մոտեցումը ցույց տվեցիր։ Միշտ ինչ որ նախնական քիմիա կա, ինչ որ նախնական շփում կա, հանդիպում կա, ինչ որ բարեկամի տանը, ինչ որ ընկերական շրջապատում, դպրոցում կամ համալսարանում, հարևաններ են, գոյությունն ինչ որ նախապայման, ու դրա եթե արդեն կա որոշակի շփում, իգական սերի կողմից ավելի շփումը մոտեցնել, մերձենալ, հարաբերություններ կառուցել երբեք էլ սխալ չի։
մի փոքր շատ քարացած կլինի, եթե ասենք, որ ինքը պիտի նստի տունը, պատուհանից դուրս նայ, թե այդ տղան երբ պիտի կռահի, որ այդ աղջիկը իր հանդեպ ունի ինչ-որ զգացմունքներ եւ մոտենա։ Չեմ ասում գնա եւ միանգամից, բայց մոտեցում ցույց տալը եւ ավելի հարաբերությունները ջերմացնելը երկու կողմից էլ ողջունելի է եւ շատ կարեւոր մի կետ, երբեք դատապարտելի չի, եթե հանկարծ ինչ-որ մի բան սկսվում է չստացվել։ Շատ ավելի դատապարտելի է, որ ամոթի զոհ գնալով կամ փարտույտներին կուլ գնալով ամուսնանա եւ վերջավորության լինեն խնդիրներ, կամ նախապես հասկանան, որ չէ, հիմա սխալվեցինք որոշ հարցում, վերջացավ, կյանքը շարունակվում է։ Շնորհակալ եմ Տեր Հայր։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Հայաստան ձայնասփյուռի եթերում Լսիր ժողովուրդ հայտագիրն է եւ արդիական հարցերի ու դրանց հոգեվոր պատասխանների շուրջ զրուցում ենք ես Հայկուհի Դանիելյանս եւ Տեր-Հուսիկ Քահանա Սարգսյանը։ Մեր հաղորդումները կարող եք լսել, հետևել Ռադիո Արմենիի եթերում յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15 եւ Կիրակի օրերին ժամը 13:00 կրկնությունը լսել եւ մեզ ուղարկել նոր հարցեր։ Ուրեմն շարունակենք մեր եթերը։ Նախորդ հարցի ժամանակ դուք արդեն մի քիչ այս հարցին անդրադարձաք, բայց ամուսնական этаպը, նախամուսնական этаպը ինչքան կարող է տևել, ինչպես հասկանալ այդ этаպի ընթացքում, որ ընտրությունը ճիշտ է։ Միգուցե ես այսպեսի մի հարց ունեմ, միգուցե մի տեսակ փորձություններ կազմակերպել։ Նախամուսնական этаպը միասնական կյանքի ամենակարևոր этаպն է, ամենակարևոր շրջանն է։ Եվ դրա համար սահմանել ժամանակ, դա 1 շաբաթ է, 1 ամիս, 1 տարի, թե 10 տարի սխալ կլինի։ Դա զույգը եւ զույգի կողմից յուրաքանչյուրը ազատ է անձնական որոշելու, բայց ես կասեմ, թե որն է դրա վերջնակետը։ Վերջնակետը վստահությունն է, որ դու քո կյանքը անբաժան կերպով կարող ես կապել դիմացի անձնավորության հետ, տանել թե նրա թերությունները, թե ուրախանալ նրա առավելություններով։ Եթե դու այդ կետին հասար, եթե դու քննեցիր եւ չունես քո մեջ կասկածներ, եթե դու վստահ ես, որ դու քո կյանքը կկարողանաս նորից այդ բառը զոհաբերել հանուն սիրո, հանուն նրա սիրո օբյեկտի, եւ ամենակարևորը վստահ ես, որ նա եւս այդ պատրաստակամությունը ունի քո մեջ, ժամանակն է գնացեք եւ ամուսնացեք։ Բայց դա չպիտի լինի այդ սկզբի այդ թիթեռնիկային սիրահարված, այդ, չգիտեմ, ծաղիկ նվեր մակարդակի վրա։ Եվ այո, փորձություն բառից ես խուսափեի, փորձություններ դնել, բայց կողմերից յուրաքանչյուրը պետք է քննի, պետք է հասկանա, պետք է խորամուխ լինի, պետք է իրեն հետաքրքրող հարցերը տա։ Միասին պիտի նստեն ոչ թե միայն խոսեն պայծառ ապագայից, այլ պետք է խոսեն տարբեր խնդիրների վերաբերյալ մոտեցումներից, հայացքներից պետք է կիսվեն։ Հավատա շատ են դեպքերը, երբ որ մարդիկ ուղղակի անազնվության ֆոնի պատճառով արագ հիասթափվում եւ ուզում են բաժանվել։ Հարաբերություններ պետք է հասցնել ազնվության բարձրակետին, որպեսզի չլինի որևիցե հարց, որևիցե խնդիր, որը աննկատ է մնացել։ Որ հետո մի քիչ էլ երես տալու բան ունես, ես քեզ չասեցի, որ այս հարցը էսպես է, բան չի ամուսնացար ինձ հետ։ Ուրեմն դու պատրաստ չէիր եւ այդ քայլին գնացիր։ Պայմանավորվեն ափին նավը նստելուց առաջ, այսպես ասած, անպայման։ Ինչ հարցերի շուրջ, նույնը հենց երեխան, շատ հաճախ հենց առաջին տարին, երբ երեխան ծնվում է, խնդիրները սկսում են առաջանալ, որտեվ ամուսինը մի կերպ է պատկերացնում երեխայի դաստիարակություն, օրինակ, կինը այլ կերպ է պատկերացնում։ Միած ուղղակի ավելացնեմ, որ ես փորձություններ ասելով ի նկատի ունեի, ասենք, աղջիկը կարող է առաջարկել այդ իր ապագա, այսպես ասած, թեկնածուին օգնել վերանորոգել տունը։ Դա ցույց կտա այս ապագա ամուսինը ինչքանով պատրաստ է, ինչքանով է գործունյա։ Ես նման բաների նկատի ունեմ, օրինակ։ Ինձ թվում է դրանք բաներ են, որոնք բնականորեն պետք է արվի եւ ոչ թե այսպես նստեմ մտածեմ, ինչ անեմ, մեկ հատ հասկանամ այս հարցը կամ այն հարցը։ Դրանք իսկապես բնականորեն ստացվող բաներ են եւ շատ կարեւոր են։ Շատ կարեւոր են։ Ի վերջո սիրո ամրությունը փորձությունների մեջ է երևում հենց։ Եվ դու եթե ի սկզբանե ունես կասկածներ, խնդիրներ, իհարկե պետք է դրան կարողանաս փարատել։ Բայց ոչ այն մակարդակով, որ մտնեմ իր հեռախոսը քրքրեմ, նայեմ, տեսնեմ ինչ է փորձություն, ես այդ անձնական տիրույթ մտնել եւ այն վստահություն է, բայց եթե վստահության չարաշահման հարցեր կան, դու պետք է հասկանաս այդ հարցը լիարժեքորեն բարձես եւ ոչ թե աչք փակես, ասես կամուսնանանք կփոխվի, դա այդպես չի լինում։ Եթե առաջ ամուսնությունից առաջ ինչ որ վատ բան է լինում, հույսը դնել, որ կփոխվի դեպի վատը մենակ։ Ավելի հավանական է դա։
Շնորհակալ եմ Տեր Հուսիկ, փորձեմ ամփոփելով այսօրվա թեման իմ վերջին հարցը ուղղել։ Անշուշտ աշխարհում ընդունված է միասին ապրելը ու հասկանալը, տվյալ կինն ու տղամարդը կարող են ամուսնանալ, երջանիկ ապրել, երկար ապրել։ Մեր հայերիս մոտ դա ժամանակի հետ մի քիչ փոխվում է, բայց այդպես էլ ընդունված չի։ Այո։ Այսպես ասած։ Եթե Եվրոպայում, Ամերիկայում, այլ երկրներում օտար երկրա դա շատ սովորական երևույթ է, օգնում է ճիշտ ընտրություն կատարել։ Այդ դեպքում նրանց ամուսնությունները հաճախ ավելի միգուցե ամուր են լինում, բաժանությունները ավելի քիչ։ Այդ դեպքում հայ քրիստոնյան ինչպես անի, որ իրոք չսխալվի։ Այգոյ ջան, ես այդ նախամուսնական ազատությունը ողջունողներից չեմ, թե իմ հայկական մտածելակերպով եւ թե քրիստոնեական մտածելակերպով, եւ դրա համար ունեմ ոչ թե բարդույթներ, այլ հստակ պատասխան։ Եվ հարցը քեզ պիտի տամ։ Դիտարկելով մենք ապրում ենք Սփյուռքում, օրինակ, ֆրանսիական մոդելը նախ ընտանիքը կազմելուց առաջ գոյություն ունեցող որ բերեցի։ Քո անձնական կարծիքով, քո անձնական դիտարկումով դրանից ընտանիքներ ավելի երջանիկ են Ֆրանսիայում։ Դրանից ինչ որ բարոյական որովիցե նորմ, ընտանիքի ամրություն, որից է բան փոխված է։ Ինձ թվում է իրենք ընտրությունն անում են արդեն մի տեսակ գիտակցված են անում, ավելի շատ ազատ են անում այդ ընտրությունը։ Այսինքն կախված չեն լինում վիճակագրորեն շատ ավելի շատ են դեպքերը, երբ որ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ փորձից հետո է այդ ընտրությունը եւ հասնում ինչ որ հասունության մակարդակի։ Եվ սա արդեն Աստծո խոսքին հակառակ է եւ դեմ է։ Խնդիրը որն է, որ իրականում երբ որ մարդ ամուսնանում է կամ հարաբերություններ են սկսում, միշտ փորձում է իր դիմացինին բացահայտել։ Այդպիսի խորամանկություն էլ կա հատկապես կանանց մոտ, լիարժեքորեն չբացահայտվելու, բայց այդ տղամարդու համար մնալ հետաքրքիր։ Դա բարոյական, հոգեբանական, ֆիզիկական տեսանկյունից նրբություններ են։ Ես միշտ ասում եմ, որ ընտանեկան կյանքը մի նոր սիրավեպ է, այդ պիտի ամեն օր կարդացվի, ամեն օր նորեջ լինի, ամեն օր հետաքրքիր պետք է լինի, սյուժեն պետք է զարգանա։ Եթե գոյություն ունի քո ասած այդ նախամուսնական մոդելը, այդ գիրքը լիարժեքորեն կարդացված է արդեն։ Բացահայտելու բան չի մնում, հետաքրքրություն չի ունի, եւ դա է պատճառը, որ շատ հաճախ ասում են լավ, չստացվեց, 2 տարի միասին համակեցությամբ ապրեցինք, հիմա չստացվեց, ամեն մեկս մեր ճանապարհով, հա։ Հաջողություն չա։ Բաժանվել է հեշտ է դառնում։ Այո, բաժանվել է։ Նույն պակսը։ Եվ նույնը սկզբունքով էլ կազմվում է ընտանիքը մի քանի փորձից հետո։ Սովորաբար ընտանիքի լուրջ փորձի են գնում օտարազգիները երեխայի ծնունդից հետո, սովորաբար մեծ մասամբ։ Իսկ մինչև այդ փորձում են հնարավորինս այդ պատասխանատվությունը չստանձնել, բայց ընտանիքը պատասխանատվություն է։ Հարաբերությունները պատասխանատվություն են։ Հասկանում ես, դու կարող ես ասել չստացվեց եւ գնալ, բայց հակառակ կողմում ենթագիտակցության մակարդակում ողբերգություն է կատարվում, իսկ մարդու կյանքից մի քանի ամիս, մի քանի տարի ուղակի խլվեց, գնաց չհաշված խնդիրներ, չհաշված ծախսեր, չհաշված հազար մի բաներ, որոնք փլվեցին, ուղակի փլվեցին քարտային տնակի պես։ Իսկ ընտանիքը պետք է ամուր հիմքի վրա կառուցվի։ Դրա համար ես ավելի խորհուրդ կտամ նախամուսնական հայկական մոդելով առաջնորդվել, բայց երկար ժամանակ տրամադրել, ոչ թե հայ դե ինչ եք անում, չեք ամուսնանում արագ-արագի մեջ, այլ գիտակցված, բացահայտելով, հասկանալով, հարմարվելով, քննելով իրար, վստահ լինել ընտանիք կազմելու վրա, քան մի անգամից ամեն բան մերկացնել, բառեզբուն եւ փոխաբերական իմաստներով եւ հետո զղջալ դրա համար։ Ու հետո այսպեսի մի բան էլ, որ հենց տղամարդը ավելի պատասխանատվությունը չվերցնելու փորձ է մի տեսակ երկարաձգել էս նախամուսնական էտապը ուղղակի ապրելով իրար հետ։ Այո, համաձայն եմ, չեմ ուզի շատ խորանալ, բայց դրա արդյունքում ուրիշ միջընտանեկան ոչ ճիշտ եւ անհարկի որոշումներ են կատարվում, ֆինանսական, իրավաբանական եւ այլն, որոնք շատ հաճախ դարձնում են ընտանիքը ինչ որ լարախաղացի, լարի վրա ընթացող երկու մարդկանց կյանք, որքանով են մարդիկ դրան հարմարվում, իրենց անձնական ընտրությունն է, բայց մեր
մտապատկերի մեջ, մեր ընկալման մեջ հայկական այդ ճանապարհը դեպի ամուր ընտանիք երբեք չի տարել։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ այսօրվա հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ամփոփելու համար մեր այսօրվա զրույցը Տեր Հուսիկ ինչպես կատարել ճիշտ ընտրություն որպես հայ քրիստոնյա։ Մեր նախորդ զրույցների ժամանակ բավական մենք խոսել ենք սիրո եւ ընտանիքի հարաբերությունների մասին եւ հուսամ, որ մեր ունկնդիրները որոշակի արդեն պատկերացում ունեն ճիշտ քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ։ Ես կուզեմ ուղղակի հիշեցնել, նորից կրկնել միտքը, որ ընտանիքը եւ ընտանեկան հարաբերությունները խոր եւ լրջագույն պատասխանատվության հարաբերություններ են։ Եվ անպատասխանատու մոտենալ այդ հարաբերություններին շատ մեծ հարված է։ Ընտանիքը քրիստոնեական տեսանկյունից, քրիստոնեական ընտանիքը, պսակադրությամբ օրինված ընտանիքը երկու անձերի միություն է, ոչ թե երկու անձերի գոյություն, առանձին, այր եւ կին մեկ մարմին, եւ սիրում եմ ժողովրդական այդ խոսքը հիշել, որ աստվածաշնչյան միտք է իրականում։ Աստված երկուսին մեկ է դարձնում, որպեսզի երկուսով կարողանան երջանիկ ապրել, երջանիկ ընթանալ։ Բայց եթե ուզում ենք խուսափել, խուսանավել հնարավորինս բոլոր խնդիրներից, որոնք բնականորեն կարող են ծագել ընտանիքի առաջ կամ ընտրության մեջ, մենք երրորդ կողմին Աստծուն պիտի չանտեսենք, որովհետև այդ երրորդ ընտանիքի վրա տանիքը այդ երրորդ կողմը Աստված ինքն է։ Դրա համար ես մեր երիտասարդ զույգերին, ընտանիքներին այսպիսի մի հոգևոր հնարք եմ առաջարկում անել, իդեպ իմ գրքի մեջ էլ դա կա։ Պողոս առաքյալը ունի սիրո ճառը, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ սեր։ Իհարկե նա խոսում է մաքրամաքուր աստվածային սիրո մասին, բայց ես երբեմն առաջարկում եմ զույգերին մինչ ամուսնանալը այս թեստը կատարել, վերցնել Կորինթացիներին ուղված նամակի 13-րդ գլխի 4-ից 8 համարները, բացել Աստվածաշունչը եւ ուրեմն կարդալ, որ գրված է սերը համբերող է եւ հարց տալ. արդյոք իմ զուգընկերը համբերող անձնավորություն է եւ նշել թղթի վրա այո կամ ոչ։ Իսկ ես համբերող անձնավորություն եմ սիրո հարաբերություններում, անցնել առաջ։ Սերը չի նախանձում, այս նախանձի մեջ կարելի է մտցնել խանդը նաեւ։ Նախանդոտ է, թե խանդոտ չէ, թե խանդոտ է, ուրեմն սիրո պակաս կա։ Երբեմն ասում են սիրո առավելություն է խանդը, բայց չէ, անվստահության հարց կա այստեղ։ Երրորդ կետը՝ սերը չի անբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, ինքը իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորում։ Այս կետերը, որ տրված են այստեղ, ես այդ հարցում ինչպիսին եմ եւ նա ինչպիսին է։ Հետո համագումար արեք։ Եթե առնվազն կեսից ավելը դրական, այսինքն ոգևորիչ պատասխան եք ստացել, շնորհավորում եմ ձեզ։ Ճիշտ է, աշխատանք կա անելու, բայց ճիշտ ճանապարհի վրա եք։ Բայց եթե տեսաք, որ այ մարդ թե խանդոտ նախանձոտ է, թե բարկացկոտ է, թե գոռոզ է, թե մենակ իր մասին է մտածում, ես իր հետ ինչի պիտի իմ կյանքս կապեմ, որովհետև ծնողներն են ուզել, որովհետև հասարակական ճնշում կա, որովհետև սկզբում որոշակի համակրանք եմ ունեցել, ոչ, ուրեմն ժամանակն է, որ մենք մեր հարաբերությունների մեջ կամ լուրջ քայլ կատարենք դեպի դրականը, կամ ամեն բան տանենք դեպի դանդաղեցում կամ դեպի հարաբերությունների խզում, որպեսզի հետո ավելի զղջալի չլինի։ Այս բոլորը խոսում եմ նախ եւ առաջ մինչ ամուսնական, մինչեւ պսակադրություն ընկած շրջանի մասին։ Ինչպես ասում են, վարդագույն ակնոցները հագնել է պետք ամուսնությունից հետո։ Իրականում, ոչ առաջ։ Բայց թող մեկը իրատեսական լինի, մեկ հատը վարդագույն լինի ակնոցի ապակիներից, ամեն դեպքում, այո, դե իրատեսությունը ընտանիքում շատ կարևոր է։ Նախորոք վարդագույն ակնոցները պետք չեն։ Անխուսափելի են սկզբնական սիրահարության շրջանում վարդագույն ակնոցները, բայց սիրահարությունը ընդամենը միջանցք է, որը տանում է դեպի իրական սերը եւ իրական հարաբերությունները։ Եթե շարունակեն մնալ այդ վարդագույն ակնոցները, դա շատ վտանգավոր է, շատ վտանգավոր է։ Շատ շնորհակալ եմ Տեր Հուսիկ։ Սիրով ես եկես եմ շնորհակալ եւ մեր ունկնդիրներին։ Հաջող եւ գեղեցիկ օր եմ մաղթում։ Օրհնյալ լինեք բոլորդ։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։ Եթերում է Հայաստան ձայնասփյուռի Լսիր ժողովուրդ հայտագիրը։